ոնց որ քո արչև լինի պրոստը ուղակի պուջուրի կին։ Այսինքն երեխայից բան չի մնում։ Սա մրցույթ է մեծ գումարների ու մրցանակների համար։ Նպատակն արդարացնում է միջոցները սկզբունքով, ամբողջ աշխարհում հազարավոր ծնողներ իրենց զավակի ապագան դնում են կասկածի տակ։ Նրանք ջանք չեն խնայում, որ երեխան արժանանա առաջին մրցանակին։ Եզակի զգեստների, դիմահարդարման ու արհեստական արևայրուքների վրա հազարավոր դոլարներ են ծախսում։ Թե ինչ են անում մեզ մոտ, այդ մասին քիչ ավելի ուշ։ Նախ Ռուսաստանում նկարահանված մի ռեպորտաժի մասին, որտեղ թաքնված տեսախցիկի առաջ բացահայտվում է հաղթելու համար սահմանված գինը։ Դե ես կարծում եմ 30-ից 40 հազար եվրո։ Դա Ռուսաստանի փոքրիկ գեղեցկուհին է, այո, բայց չէ՞ որ այնտեղ ժյուրին անկաշառ է։ Ասեք ինձ, միթե նման բան լինում է։ Երգ, պար, դեֆիլե, հագուստի ցուցադրություններ, հաղթողին սպասում են աշխարհի մրցույթում, որի մրցանակային տեղերը եւս ըստ Մախլինայի կարելի է գնել։ Մանկական միս աշխարհ է անվանումը։ Այնտեղ կարելի է առաջինը լինել։ Ամեն ինչ հնարավոր է առաջին տեղում հայտնվելու համար կպահանջվի 60-ից 70 հազար եվրո։ Хочется поздравить не только наших красавиц, но, конечно же, настоящих победителей этого конкурса. Это, конечно же, родители. Նման պարագայում իհարկե հաղթում է ծնողը, ավելի ճիշտ նրա տված գումարը։ Իսկ ինչ է լինում վերջում։ Քիչ վճարած ծնողների երեխաները լաց են լինում ու հետագա կյանքի համար ձեռք բերում հոգեբանական բարդույթներ։ Այդ երեխաները շատ հաճախ հայտնվում են ոչ այն տեղերում, որտեղ իրենց ծնողները իրենց համար պատրաստում են։ Ամենակարևոր տարը այնուամենայնիվ այդ էրոտիզմի խնդիրներն է։ Ուսումնասիրությունների համաձայն Ամերիկայի Միացյալ Նահանգներում մանկական գեղեցկության մրցույթների մասնակցած աղջիկների 10%-ը դառնում է պոռնո աստղ։ Ավելի քան 20%-ը շպարի ու արևայրուքի չարաշահման պատճառով հիվանդանում քաղցկեղով։ Պարզվում է մեր երկրում եւս կան նմանատիպ մրցույթներ։ Որևէ վերահսկողություն, կարգ ու կանոն չկա։ Մրցույթներից մեկի կազմակերպիչ Աշոտ Խաչատրյանն իրեն համարում է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում մանկական գեղեցկության մրցույթների հիմնադիրն ու կազմակերպիչը։ Նրա տեսակետներն այսօր տեղ չեն գտել մեր ռեպորտաժում, քանի որ մեզ վստահեցրեց, որ միայն ուղիղ եթերի ֆորմատով է պատրաստ մասնակցել որևէ հաղորդման։ Ինչևէ, առանց նրա կփորձենք հասկանալ Հայաստանում ովքեր եւ ինչ մրցույթներ են կազմակերպում, ովքեր են մասնակցում եւ ինչ դրական ու բացասական կողմեր ունեն դրանք։ Բացվեց, հատերի վրա բացացավ, պահեք ձեզ, դունչիկը, վերև, սիրունս դունչիկը դիչակ։ Պարի դաս աշտարակում, այն չէր տարբերվի մյուսներից, եթե դասին ներկա չլիներ Հայաստանի փոքրիկ գեղեցկուհիներից մեկը։ Երբ մենք հաճախում էինք մանկապարտեզ, մեզ մոտ փակցրած էր դրան վրա, որ այդպիսի մրցույթ կա, միս եւ միստր գեղեցկության, նրբագեղության մրցույթ է կազմակերպվում։ Դու հիշում ես այդ մրցույթը, առաջին մրցույթը։ Մոռացել եմ։ 8-ամյա Ալիսան 3 տարեկանից է սկսել մասնակցել մրցույթների։ Առաջին մրցույթից շատ բան չի հիշում, փոխարենը մայրն է հիշեցնում։ Վիցեմիս Արագածոտներ դառավ վիցեմիս Հայաստան։ Այստեղ հաջողություն գրանցելով ծնողները որոշեցին, երեխան կմասնակցի նաև Top Model մրցույթին։ 6 տարի 2008 թվականից առ այսօր մենք աշխատում ենք Հայաստանի բոլոր մարզերում, Երևանի բոլոր համայնքներում եւ անցկացնում ենք մրցույթներ, որին մասնակցում են 3-ից 23 տարեկան տղաներ եւ աղջիկներ։ Լուսինե Բաղդասարյանը հպարտորեն ընդգծում է, մշակույթի նախարարությունը Հայաստանի կառավարության որոշմամբ ամիսներ առաջ է իրենց շնորհել ազգային ասոցիացիա անվանումը։ 6 տարի մենք աշխատում ենք, բայց մենք Top Model աշխարհին դեռևս չենք ներկայացնում, որովհետեւ չունենք։ Top Model-ի փնտրտուքով հասնում ենք Իջևան, որտեղ եւ այս օրերին աշխատում են Top Model Հայաստանի մասնագետները։ Երեխաներն առաջին պարապմունքներն են անցկացնում։ Նրանց մեջ կար մեկը, որն առանձնանում էր բոլորից, բայց ոչ գեղեցիկ քայլվածքով։ Նա արական սեռի միակ ներկայացուցիչն էր։ Մեր դասարանում թղթեր բաժանեցին դերացիր։ Բռնցքամարտի խումբը փակվեց ու Էդմոնը մրցահարթակը բեմով փոխարինեց։ Հիմա մի խումբ աղջիկների հետ ճիշտ քայլել է սովորում։ Հիմնական շեշտը աշխատանքի դրվում է մասնակիցների, այդ դեպքում երեխաների, եթե կզարմանաք, ես նշեցի 3 տարեկան, գեղեցիկ քայլվածքի, ճիշտ կեցվածքի, բեմում ազատ զգալու, ինքնահաստատվելու, հանդիսատեսի, ֆոտոխցիկի։ Քայլել սովորացնելը ո՞րն է։
Դա ինչ մի անհրաժեշտ եւ կարեւոր հմտություն է իրեն կյանքով մեկ։ Դա ինչ է իրեն տալու։ Երեխան բացվեց բեմին, անկաշկանդեր, կեցվածքը, աղջիկա այդ գեղեցկությունը, կեցվածքը, իր քայլվածքը։ Ինձ համար նշանակություն չունի, թե ինքը հետագայում այս ուղղությամբ կշարունակի, թե չէ, կարևոր ինքը կարողանա գեղեցիկ քայլել։ Նպատակը այստեղ մասնակցելու այն չի, որ ինքը ինչ-որ մրցանակ շահի, ուղղակի այն, որ ծնողի երջանկությունը նայա, որ երեխան բեմի վրա է։ Կոնկուրսին մասնակցում են այն ծնողների երեխաները, որոնք այնուամենայնիվ ունեն խնդրեմ։ Այդ թույլ տվեք ինձ ասել իբրև հոգեբան։ Հոգեբան Իրինա Ծատուրյանը հիշեցնում է մանկավարժության ոսկե կանոններից մեկը. երեխային պետք է գովել լավ արարքի համար։ Երեխային չի կարելի գովել արտաքինի համար։ Դեսա իմ հավաստագինն է, որ հաղթել եմ top model Երևան 2014 մրցույթում։ Ինքը ուղղակի ինքնավստահում էր, ես պետք է հաղթեմ։ Այդ ես վախենում եմ, որ ինքը չընկճվի։ Միլենան top model-ի մասին իմացել է դպրոցում, համոզել ծնողներին մասնակցել ու հաղթել։ Մրցույթի գնացել է մտերիմ ընկերուհու Քնարիկի հետ։ Շատ բան է փոխել իմ կյանքում, թե ընկերների առումով, թե որ ընկերներ են պակասել, ընկերներ են շատացել, տարբեր իրադարձություններ են տեղի ունեցել։ Քնարիկը մի կարգախոս ունի, որ ասում է, եթե մասնակցում եմ, պետք է հաղթեմ։ Ինքը չհաղթեց։ Top elegant կոչումը ստացավ։ Ծնողները համոզված են, որ նախանց չի առաջացել նախ այն պատճառով, որ հաղթող Միլենան ու Քնարիկը ընկերուհիներ են, երկրորդ մասնագետները ճիշտ աշխատանք են տարել։ Ընկեր Լուսինեն, ընկեր Մարինան զգուշացնում էին, որ ձեր երեխաներին, այսինքն այնպես սերմանենք, որ եթե չհաղթեն կամ թեկուզ նոմինացիա չստանան, դա չարություն չառաջացնի իրենց մեջ դեպի մյուս հասակակիցները։ Մրցակցություն, ահա ինչն է նպաստում, որ երեխաները վերջում տխրեն, նախանձեն ու չարանան։ Շատ մասնագետներ վստահ են, այն խեղաթյուրում է երեխայի հոգեբանությունը։ Վերհիշելով ռուսական տեսանյութը կարող ենք վստահ ասել, որ դա իսկապես այդպես է։ Ես արգելել եմ, որ լինի մրցակցություն։ Իսկապես երեխաներին դա վնաս է։ Իրանք կաղաց ցույց չտան, բայց ներքուստ իրանք դա պահում է։ Հետք է թողում։ Արմեն Դալաքյանը կենթանի տիկնիկ մրցույթի կազմակերպիչն է։ Առայժմ մեկ անգամ են անցկացրել, սակայն շատ շուտով կլինի երկրորդը ու հաղթողները պայքարը կշարունակեն Վրաստանում։ Արմենը հավաստիացնում է, որ մրցակցությունը տեղ չունի իրենց մոտ, որ բոլոր մասնակիցների անունները անպայման տեղ են գտնում ամսագրերում, բայց եւ չի ժխտում, հաղթողներ եւս լինում են։ Առաջ տեղը գնացել է Անտալիա հանգստանալ 7 օր, 2 հոգով, երկրորդ տեղին է եղել նկարահանում տեսահոլովակում, իսկ երրորդն եղել է դրամական պարքև, որը տրամադրել էր բանկը։ Մրցույթների կազմակերպիչները վստահեցնում են, ի տարբերություն Ռուսաստանի, մեր երկրում ժյուրիի անդամներին գնել չի կարելի։ Իմ մոտ դա բացառվում է։ Իմ մոտ եղել է միայն պայմանագիր, որտեղ եկել են պայմանագիր են կնքել եւ վճարել են պայմանագրի գումարը։ Այնուհետև ոչ մի գումար չի վերցվել ոչ մեկից։ 6000 դրամը այս պարագայում, այս պայմաններում ծնողի համար, եթե կուզենա ինչ-որ միտեղ, որ երեխայի հետ աշխատանք տարվի, ամեն ինչ արվի, ես կարծում եմ պատրաստ պիտի լինի վճարելու։ Մեր երկրում անց են կացվում բազմաթիվ մանկական մրցույթներ՝ Miss եւ Mr. Կենթանի տիկնիկ, Miss աշակերտուհի, Top Model եւ այլն։ Վերջինիս ղեկավարը վստահեցնում է, իրենց ժյուրին անաչառ է, իսկ մրցակցությունը մեղմելու համար կիրառում են բոլոր հնարավոր միջոցները։ Խնդիրը երեխաների մեջ չի ցավոք ծնողների, որովհետև ավելի շատ ծնողներն են ապրում այդ ստրեսները ու փոխանցում են երեխաներին։ Իրան հիմիկվանից արդեն պատրաստում են, որ դա մրցանակով չի, պարզապես դու որ բեմի վրա քայլես, բոլորը քեզ ծափահարելու են, դա իր համար արդեն երջանկություն է։ Ինքը մեծ սիրով ասում է, որ այս անգամ ինչ որ մեկը լավ արել, լավ ոչինչ, մյուս անգամ ես էլ լավ կանեմ։ Ես երեխային միշտ որ ասել եմ, ինքը տենց ինձ թվում է բան չի էր, ինքը ուրախանում է, որ ընկերներն են բան արել, հաղթանակ տարել։ Հոգեբանական աշխատանք պետք է տանեն եւ ծնողները, եւ ծնողների հետ։ Իրինա Ծատուրյանը տարիներ շարունակ աշխատել է փոքրիկ նկարիչների հետ ու տարիների փորձով է հաստատում։ Մրցակցությունը երեխաները ծանր են տանում։ Երբ որ տարվա վերջ անպայման լինում էր ցուցահանդեսները եւ այն երեխաների նկարները, որոնք որ կախված չէին լինում ցուցասրահում, իրենք դա շատ ծանր էին տանում։ Այդ հարցն ենք մենք լուծել, այսինքն աշխատում ենք առանձին հոգեբանների հետ։ Ախր ինչի համար, ինչա դրա եղածը,
որ հələ երեխայի հետ հոգեբան աշխատի, որինչ։ Հոգեբանը լուրջ չի վերաբերվում նման մրցույթներին ու ծնողներին հորդորում է երեխաներին տանել այնպիսի հաստատություններ, որտեղ աշխատում են երեխայի միտքը, այլ ոչ արտաքինը զարգացնելու ուղղությամբ։ Լավ ասեն գեշա, չասեն էշա։ Այնուամենայնիվ երեխաները սիրում են բեմը, մրցակցության մեջ են մտնում ամենա դառնալու համար։ Այստեղ աշխարհի զարգացած երկրների օրինակներից ոգեշնչվել պետք չէ։ Պիրսինգ են անում, օղ են գցում, եթե ծակած չականջը ծակում են, ես դա հանել եմ, որովհետև ասել եմ իմ մոտ գեղեցկության մրցույթ չէ, իմ մոտ հագուստի մրցույթ է։ Բացառվում է ընդհանրապես ոչ մի շպար, ոչ պիրսինգ եւ այլն այդ բաների մասին խոսել անգամ չեմ ուզում։ Որոշ մասնագետները համարում են, որ դա պեդոֆիլիայի սկիզբ է, երբ որ 6-7 տարեկան աղջնակը դուրս է գալիս բեմ, համարյա թե մերկ, եւ ամենահետաքրքիրն է, որ նա շպարը իր ճիշտ մեծահասակի շպարի նման է։ Բեմում բոլոր երեխաները միանման են, հագնում են նույն հագուստները, սանրվածքը սարսափելի համեստ։ Ունեցա կազմակերպում, որ այսինքն ծնողը ինքը կարող է շատ հանգիստ լինել այդ հարցում, ոչ թե մտածի վայ որտեղից շքեղ զգեզ գտնի կամ որտեղ լավ վարսահար դարվի եւ այլն։ Իրա մազերը ասենք բնական բաց ենք թողել, ոչ մի տենց բան չենք օգտագործել։ Կարող է ինչ-որ նուրբ աղջիկ են, մի փայլուն շրթներ, մի բան օգտագործեն, բայց շփարվել չկա։ Պարային համերգների ժամանակ ես շատ հաճախ հանդիպում եմ, նույնանավանդ այդ ժամանակակից լատինամերիկյան պարերում սարսափելի շպար, կարմիր շրթներ, 10 տարեկան աղջնակի շուրթերին ինձ թվում է դա բարոյական չի։ Մի մասը համարում է, որ դա երեխայի համար նույն զբաղմունքն է, ինչը որ ինչպես եւ սպորտը, ասենք թե ասեղնագործության խմբակը գնալը կամ երաժշտության պարապելը, մյուս կեսը համարում է, որ դա այսօր վտանգավոր։ Հոգեբանը երկրորդ խմբի մեջ է։ Նա հորդորում է երկար տնտղել, նախ ուսումնասիրել մրցույթի նախորդ տարիների տեսանյութերը, հետո որոշել մասնակցել թե ոչ։ Ես ինքս ցանկանում եմ շարունակել եւ երբեք չեմ թողնի իմ մոդելային ասպարեզից դուրս, շարունակելու եմ։ Մոդելային ապրելակերպը սկսել ու շարունակում են արդեն անկախ մրցույթից։ Հաճախ հրավերներ են ստանում ու մասնակցում տարբեր ցուցադրությունների։ Յուրաքանչյուր ֆոտոսեսիայի ցուցադրության մասնակցելուց այնպիսի էմոցիաներ եմ զգացել, որը ոչ մի բանի հետ հաստատ կյանքում չէի փոխի։ Շարունակելու ես մասնակցել նման մրցույթներին։ Այո։ Հա, ինչ ես ուզում դառնալ։ Ես ուզում եմ դառնամ բժիշկ։ Բժիշկ։ Որ բոլորին բուժե։ Գեղեցիկ բժշկուհի, մոդել, տնտեսագետ թե պարուհի։ Կյանքում կարևորը լավ մարդ ու ճիշտ քաղաքացի լինելն է։